Համաձայն կոնվենցիայի 17-րդ հոդվածի կոնվենցիան մի կողմից պարտավորվում է, որպեսզի ապահովի տեղեկատվության տարածում հավասարապես բոլոր շահագրգիռ կողմերի միջև, մյուս կողմից պետք է ապահովի փոխադարձ կապ և օգտագործի բոլոր այն տեղեկատվությունն ու գիտելիքը, որը կարող են շահագիր կողմերը ներկայացնել ի նպաստ կոնվենցիայի իրականացմանը։ Բուն հասարակության և հասարակական կազմակերպությունների մասին խոսելուց պետք է ես արդեն ասեցի, որ համաձայն 21-րդ օրակարգի համարվում է կարևորագույն խմբերից մեկը և այստեղ նշել եմ մի քանի կետ, թե հասարակական կազմակերպությունների ինչ օգուտ կարող են ստանալ կոնվենցիայի հետ համագործակցելիս։ Առաջերտին դա բնականաբար կապերն են և հնարավորությունը համագործակցել և ազգային և միջազգային մակարդակում։ Մյուսը դա հասանելիությունն է կոնվենցիայի գործիքներին, ուղեցույցներին և տեղեկատվական ռեսուրսներին։ Իհարկե դա այստեղ մենք խոսում ենք նաև հասարակական կազմակերպությունների տեսանելիության և հեղինակության բարձրացման մասին, ինչպես նաև գիտելիքի ու փորձի փոխանակման հնարավորության մասին, բայց ամեն դեպքում ունենալ նման համակարգ համաձայն 24-30 թվականների ռազմավարության շատ կարևոր է, քանի որ հնարավորություն կտա խթանել ու հեշտացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, հաշվետվությունների ներկայացումը, մշտադիտարկումը, ինչպես նաև ստեղծել համագործակցային ցանցշարքիստների միջև։ Մյուսը, ինչ ուզում եմ ներկայացնեմ, դա գործողությունների օրակարգն է, սա իրեն պլեջերը, որը հնարավորություն է տալիս տարբեր նախաձեռնություններ հավաքել մի հարթակում և դա հիմնականում արվում է քաղաքասարակության ներկայացուցիչ կազմակերպությունների կողմից։ Եվ մյուսը, ինչ օֆիցիալ առաջարկում է քաղաքասարակության ներկայացուցիչներին կենսաբազմազանության կոնվենցիան, դա կենսաբազմազանության կոնվենցիայի ՀԿ-ների դաշինքն է, որը համախմբում է իր շուրջ կոնվենցիայով հետաքրքրված ՀԿ-ներին և իհարկե հնարավորություն է տալիս և ավելի շատ տեսանելիության և ավելի շատ համագործակցություն իրականացնելու։ Ուրեմն 2022 թվականին, երբ հաստատվեց, ձևավորվեց Գյումրի-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, շրջանակի հիմքում դրվեց համայն կառավարություն և համայն հասարակություն սկզբունքը, որը իրենից ենթադրում է, որ շրջանակի իրականացմանը պետք է մասնակցեն ոչ միայն ուղղակիորեն կենսաբազմազանությանը առնչվող կառավարական մարմինները, այս դեպքում երկրում մեր օրինակով եթե ասենք շրջակա միջավայրի նախարարությունը, այլ այն պետք է ներգրավված լինի բոլոր հարակից, ուղղակի և անուղղակի առնչվող կառավարական մարմինների գործունեության և գործընթացների մեջ, եթե խոսում ենք համայն հասարակության մոտեցման մասին, այս նշանակում է, որ հասարակությունը ներկայացնող բոլոր շահագրգիռ կողմերը պետք է հավասարապես նպաստեն և հնարավորություն ունենան մասնակցել որոշումների կայացմանը և շրջանակի իրականացմանը։ Որպեսզի այս բոլոր գործընթացները լինեն համակարգված և հեշտ կառավարելի և նաև թափանցիկ ու տեսանելի բոլորի համար, ստեղծվեց առցանց հաշվետվողականության գործիքը, որը բազմաֆունկցիոնալ գործիք է և օգտագործվում է ինչպես կառավարության կողմից, այնպես էլ օգտագործվում է ոչ կառավարական մյուս շահագիր խմբերի կողմից։ Գործիքը առցանց է, բոլորին հասանելի է և օգտագործվում է, ոնց որ ասեցի, բազմաթիվ նպատակներով։ Կառավարությունը դա օգտագործում է հաշվետվությունները, ռազմավարությունները ներկայացնելու համար, ինչպես նաև գլոբալ շրջանակի ներքո ձևավորված ազգային թիրախները կոնվենցիայի քարտուղարությունը ներկայացնելու համար։ Այն ապահովում է հնարավորություն երկրներին ազգային թիրախները, ռազմավարությունները, զեկույցները միասնական մեկ պատուհանի սկզբունքով ներկայացնելու համաձայն այն ձևանմուշների, որոնք մշակվել են կոնվենցիայի համաժողովների արդյունքում և որոնք միասնական են
բոլոր երկրների համար։ Սա հնարավորություն է տալիս ապահովել հաշվետվողականության ավելի պարզեցված մեխանիզմներ և նաև ավելի մատչելի դարձնել տրամադրվող տեղեկատվությունը։ Մի քանի տեսակի օգտատերեր, առաջինը դա ազգային համակարգողն է, որը բնականաբար կառավարության ներկայացուցիչն է, ով պատասխանատու է Կոնվենցիայի քարտուղարության հետ կապի ապահովման համար և ով պատասխանատու է նաև բոլոր հիմնական ազգային փաստաթղթերը քարտուղարությանը ներկայացնելու համար։ Լիազորված օգտատերեր, սա կառավարության կողմից կարող են լինել այլ մարդիկ, ովքեր ազգային համակարգողին կարող են օգնել իմ ասած այդ հաշվետվողականության գործընթացները կազմակերպելու համար։ Ոչ պետական դերակատարներ կամ այդ շահագրգիռ կողմեր, որը նորամուծություն է, նորույթ է, որ իրենց ևս հարթակի միջոցով տրվում է պատուհան, որով իրենք կարող են ներկայացնել իրենց աշխատանքները և միայն դիտելու իրավունքով օգտատերեր, սրանք այն օգտատերերն են, որոնք համակարգում գրանցված չեն, պարզապես այցելում են կայք և այնտեղ գոյություն ունեցող ինֆորմացիան օգտագործում են։ Նպատակը այն է, որ կամավոր սկզբունքով կարողանան շահագրգիռ կողմերը իրենց կողմից կատարված աշխատանքները, որոնք իրենք նպատակահարմար են գտնում և կարծում են, որ համապատասխանում են գլոբալ շրջանակի թիրախներին կամ ազգային թիրախներին, կարողանան ներկայացնել։ Յուրաքանչյուր հայտնաբերություն պետք է համահունչ լինի, ինչպես ասացի, գլոբալ շրջանակի կամ ազգային շրջանակի որևէ մեկ կամ մի քանի թիրախին, հակառակ դեպքում համակարգը ձեզ ուղղակի թույլ չի տա, որպեսզի դուք ձեր հանձնառությունը ներկայացնեք համակարգով։ Հիմա գալիս ենք այն հարցին, թե ինչու պետք է քաղաքազարակությունը վերցնի իր վրա պարտավորություն և ներկայացնի հանձնառություն այս համակարգի ներքո։ Առաջերտին, որովհետև կմասնակցի իրազեկվածության բարձրացմանը և հաշվետվողականության որակի բարձրացմանը, հաջորդը, որ կլինի ներգրավված հենց համայն հասարակություն, համայն կառավարության սկզբունքի իրականացման գործընթացում և ազգային և միջազգային մակարդակում, կնպաստի, որ գլոբալ առաջընթացի, գլոբալ ռիվյուի գնահատմանը, ինչը կարծում եմ, որ խիստ կարևոր է, որովհետև ինչքան շատ շահագիծներ են ներգրավված գործընթացում, այնքան ավելի լիարժեք և ճիշտ պատկեր է ստացվում, թե ազգային և թե գլոբալ մակարդակում ինչ գործընթացներ են իրականացվում և իհարկե բարձրացում է նաև տեսանելիությունը տվյալ կազմակերպության և որոշակիորեն ոգեշնչում է նաև մյուս կազմակերպություններին դրանով լինել ավելի ակտիվ և ներգրավված։ Ովքեր կարող են ներկայացնել հանձնառություն, բոլոր շահագիծ կողմերը, դրանք կլինեն բնիկ ժողովուրդներ և տեղական համայնքներ, կլինեն քաղաքներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական, միջազգային կառույցներ, միջկառավարական կառույցներ, կանանց ու երիտասարդության միավորումներ, գիտահետազոտական կառույցներ, ինչպես նաև բիզնեսներ։ Կարևոր պայմանները այս հանձնառությունը ներկայացնելու համար, որ յուրաքանչյուր անձ գրանցում են ոչ թե կազմակերպությունները, այլ մարդիկ։ Յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է հայտ ներկայացնել տեղեկատվություն տեղադրելու համար առավելագույնը 2 հոգի։ Ոնց է դա տեղի ունենում, անձը գրանցվում է համակարգում, նշելով նաև իր աշխատավայրը, որից հետո համակարգի միջոցով պետք է ներկայացնել տվյալ կազմակերպության կողմից երաշխավորագիր, որ կազմակերպության ղեկավարը համաձայն է, որպեսզի դուք կազմակերպության անունից համակարգի միջոցով տեղադրեք կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։ Սա ուղարկում եք Կոնվենցիայի քարտուղարությանը և Կոնվենցիայի քարտուղարությունը որոշակի ժամանակ հետո հաստատում կամ մերժում է ձեր հայտը։ Եթե հաստատում է, այդ դեպքում ձեր համար բացվում են համապատասխան դաշտերը և դուք կարողանում եք ներկայացնել այս հանձնառությունը։ Խոսենք հավատարմագրման մասին և ասեմ, որ հավատարմագրումը նույն համաժողովի ընթացքում սրանից շատ չի տարբերվում։ Տարբերվում է միայն նրանով, որ համաժողովի համար սա առաջին փուլն է, բայց կա նաև երկրորդ փուլ։ Ինչ եք անում, Կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնում եք պահանջված որոշակի փաստաթղթեր, դա
պաշտոնական նամակն է կազմակերպության ղեկավարի կողմից հատուկ ձևաթղթով կազմակերպության կանոնադրության պատճենը բնականաբար անգլերեն լեզվով եւ պետական գրանցման վկայականի պատճենը դարձյալ անգլերեն լեզվով։ Այս հարցը հնչել է, դրա համար նորից ասում եմ, պարզավոր հայկական կազմակերպություններում հայերեն են, այդ դեպքում դուք կցում եք հայերեն բնօրինակը, հա, եւ ավելացնում եք դրան նաեւ դրա անգլերեն թարգմանված տարբերակը, պարտադիր չի նոտարական բավերացման, միայն թարգմանչի կնիքը բավարար է ուղղակի վստահ լինելու համար, որ ճիշտ թարգմանություն է արված։ Եվ կոնվենցիան, եթե հաստատում է, դուք դառնում եք հավատարմագրված կազմակերպություն, որը իրավունք ունի ուրեմն ներկայացնել հանձնառություն։ Քանի որ քաղաքասարակությունը հիմնականում դիտորդների կարգավիճակով է ներգրավված լինում կոնվենցիայի համաժողովի ժամանակ, ուզում եմ տեսնենք, որ ճնշող մեծամասնությունը հենց դիտորդներն են, observer-ներն են, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի կողմից դիտորդները պետք է լինեն շատ ակտիվ, շատ ներգրավված եւ հուսով եմ, որ մենք կկարողանանք լավագույն կերպով ներկայացնել մեր երկիրը համաժողովի ընթացքում։